Բարև ձեզ, օրվա տեղեկատվությամբ առաջինն է եթերում, դուք դիտում եք գլխավոր թողարկումը այսօր ծրագրում։ Ռուհիետ մշակույթի պալատում տեղի ունեցել Հայաստանի և Թուրքմենստանի մշակույթի գործիչների համերգը։ Ավարտվել է նախագահ Սարգսյանի պաշտոնական այցը Թուրքմենստան։ Ամերիկյան կոնգրեսականները Միացյալ Նահանգների իշխանություններին կոչ են արել աջակցություն ցուցաբերել Քեսաբի տեղահանվածներին, ինչպես նաև հետաքննել Թուրքիայի դերը քաղաքի վրա իրականացված հարձակման գործում։ Լաթակիայի 45 բարձունքի շրջակայքում թեժ կռիվներ են ընթանում կառավարական ուժերի և զինված ընդդիմության միջև։ Մարտերը չեն դադարում նաև հայաբնակ Քեսաբի մերձակայքում։ Մեծ Եղեռնի զոհերի 100-ամյա տարելիցին նվիրված հուշակոթող Հայոց ցեղասպանությունն առաջինն ընդունած ամերիկյան քաղաքում։ Պասադենայում կառուցվող հուշահամալիրի ավազանում մեկ տարվա ընթացքում կկատի 1,5 միլիոն արցունք, ի հիշատակ Եղեռնի 1,5 միլիոն զոհերի։ Լարված իրավիճակ Ուկրաինայի արևելյան քաղաքներում։ Լուգանսկում Ուկրաինայի անվտանգության խորհրդի գրավված շենքից ազատ են արձակվել գերիները, միաժամանակ Սևծով է մտել ամերիկյան երկրորդ ականակիրը։ Հերթական արտակարգ դեպքը ամերիկյան դպրոցներից մեկում։ Անհայտ անձը ներխուժել է դպրոց և դանակահարել միանգամից 20 երեխայի։ Եվ այսպես ավարտվել է նախագահ Սարգսյանի պաշտոնական այցը Թուրքմենստան։ Պաշտոնական այցի երկրորդ օրը մեկնարկել է Թուրքմենբաշի քաղաքից, ուր Հայաստանի ղեկավարը ժամանել է առավոտյան։ Թուրքմենբաշի քաղաքի միջազգային օդանավակայանում նախագահ Սարգսյանին դիմավորել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդի Մուհամմեդովը։ Այնուհետև Ռուհիետ մշակույթի պալատում երկու երկրների նախագահները դիտել են Հայաստանի և Թուրքմենստանի մշակույթի գործիչների համերգը, որի ընթացքում թուրքմենական ազգային պարերի և երկերի հետ միասին հնչել են նաև Սայաթ-Նովայի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները։ Համերգի ավարտին Հայաստանի և Թուրքմենստանի նախագահներն այցելել են Ազիադա 2017 խոհարարական ցուցահանդես, որի ներկայացված էին աշխարհի բազմաթիվ երկրների տաղավարներ, ազգային կերակուրներով։ Հայկական տաղավարի գլխավոր ուտեստը Ղափաման էր, որը գրավել է Թուրքմենստանի նախագահի ուշադրությունը։ Մանավանդ այդ կերակրատեսակի պատմությունը հայ խոհարարների կողմից ներկայացնելուց հետո։ Պաշտոնական այցի ծրագիրը դրանով ավարտվել է և հայկական պատվիրակությունն արդեն վերադարձել է Երևան։ Օրվա մյուս նորությունների մասին։ Եվրամիության անդամ երկրների խորհրդարանների նախագահների խորհրդաժողովի շրջանակում Հայաստանի ազգային ժողովի նախագահը մասնակցել է Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանների նախագահների մամուլի ասուլիսին։ Իր խոսքում Հովիկ Աբրամյանը մասնավորապես նշել է, որ Հայաստանը վճռական է եվրոպացի գործընկերների հետ միասին ընդլայնելու և խորացնելու ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը։ Անդրադառնալով Ուկրաինայում ստեղծված իրավիճակին, Հովիկ Աբրամյանն ասել է, որ հայ և ուկրաինացի ժողովուրդներին դարեր շարունակ միավորում են եղբայրության և բազմադարյա բարեկամության ամուր կապերը, և որ ուկրաինացի ժողովուրդը մեծ ներուժ ունի հաղթահարելու իր առջև ծառացած մարտահրավերները։ Խոսելով տարածաշրջանային խնդիրների և մասնավորաբար Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին, ազգային ժողովի նախագահը նշել է, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ հավատարիմ է հակամարտության կարգավորմանը բացարձակապես խաղաղ բանակցությունների միջոցով, ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության հովանու ներքո և միջազգայինորեն ճանաչված 3 սկզբունքների շրջանակում։ Մենք շարունակելու ենք մեր ջանքերը հակամարտությունը բանակցային ճանապարհով լուծելու ուղղությամբ։ Հայաստանը մշտապես արտահայտել է իր սկզբունքային դիրքորոշումը ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման վերաբերյալ։ Հայաստանը երբևէ չի պաշտպանել միջազգային որևէ փաստաթուղթ, որում ազգերի ինքնորոշման իրավունքը ստորադասվել է տարածքային ամբողջականության սկզբունքին։ Հարկ եմ համարում շեշտել, որ ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումը հանդիսանում է ՄԱԿ-ի կանոնադրության հիմնական նպատակներից մեկը։ Խորհրդաժողովի շրջանակում Հովիկ Աբրամյանը նաև երկկողմ հանդիպումներ է ունեցել Ռումինիայի և Չեխիայի խորհրդարանների նախագահների հետ։ Ռումինացի պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են հայ-ռումինական, մասնավորաբար միջխորհրդարանական համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր, տարածաշրջանային խնդիրներ։ Հովիկ Աբրամյանն իր մտահոգությունն է հայտնել հայաբնակ Քեսաբում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Չեխիայի падգամավորների պալատի նախագահի հետ հանդիպման ժամանակ կողմերը կարևորել են միջխորհրդարանական կապերի հետագա խորացումը, տնտեսական կապերի զարգացումը, համագործակցությունը միջազգային խորհրդարանական կառույցներում։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հայ-թուրքական հարաբերություններին Քեսաբում տիրող իրավիճակին։ Իսկ Մոսկվայում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի անվտանգության խորհուրդների ղեկավարների աշխատանքային հանդիպումը։ Դեմարդեմ ձևաչափով բանակցությունների ավարտից հետո հանդիպմանը միացել են նաև երկու երկրների միգրացիոն ծառայությունների ղեկավարները։ Քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում Հայաստանի տարածքում հումանիտար արձագանքման և պետական ռեզերվների կենտրոնների ստեղծման հարցը, միգրացիոն հարցերում փոխգործակցության խնդիրը, Հայաստանի պետական սահմանի բարեկարգման, տիեզերքի համատեղ ուսումնասիրության և խաղաղ նպատակներով օգտագործման, սեյսմիկ անվտանգության և ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր։ Հանդիպան արդյունքում նաև ստորագրվել են անվտանգության խորհուրդների ղեկավարների բանակցությունների արձանագրությունը, երկու գերատեսչությունների 2014-15 թվականների համագործակցության նախագիծն ու երկու երկրների միջև միգրացիոն հարցերում գործակցության մասին հուշագիրը։ Сегодня поработали вместе с ведомствами. Այսօր մենք աշխատեցինք միգրացիոն հարցերով զբաղվող գերատեսչությունների հետ եւ արդյունքում դրանց ղեկավարները ստորագրեցին մտադրությունների մասին հուշագիր, որը իմ կարծիքով շատ կարեւոր է որպես մեր դիրքորոշումների ձևակերպում։ Կարող եմ արձանագրել, որ կա դրական տրամադրվածություն։ Իհարկե այն պահից, երբ Հայաստանը կանդամակցի Մաքսային միությանը, նման փաստաթղթերի կարիքը չի լինի, սակայն մինչ այդ կա որոշակի ժամանակահատված, որի ընթացքում այս հուշագիրը եւ մոտ ապագայում ստորագրման ենթակա համաձայնագիրը կունենան իրենց դրական դերակատարությունը։ Նպատակը շատ պարզ է, այսուհետ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները որևիցե դժվարություն չեն ունենա Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու, աշխատելու իմաստով, որը շատ կարևոր է։ Նույն ձևով է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության տարածքում։ Ապրիլի 8-ից 10-ը Երևանում տեղի է ունենալու ԱՓՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդինքից հակաօդային պաշտպանության հարցերով համակարգող կոմիտեի հոբելյանական 40-րդ նիստը։ Զուգընթաց կկայանա ԱՊՀ մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի ստեղծման մասին համաձայնագրի մասնակից պետությունների օդատիեզերական պաշտպանության հրամանատարների ուսումնամեթոդական հավաքը։ Այսօրվա հանդիպմանը հետևել է Հայկ Հովհաննիսյանը։ ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդինքից հակաօդային պաշտպանության հարցերով համակարգող կոմիտեի նիստին մասնակցել են Հայաստանի, Բելարուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարությունների պատվիրակությունները, ինչպես նշեց Ռուսաստանի հակաօդային պաշտպանության զորքերի հրամանատար Պավել Կուրաչենկոն, նիստի ժամանակ քննարկել են մեկ տասնյակ հարց, միասնական հակաօդային պաշտպանության համակարգի զարգացման և այլ հարցեր։ Հայկական և ռուսական ուժերի հետ համատեղ ստեղծվել է ՀՕՊ հրամանատարական կետ, կազմակերպված է համատեղ ռազմական հերթապահություն և ինքնըստինքյան հնարավոր է խնդիրների առաջացման դեպքում դրանք լուծեն համատեղ ուժերով։ Սա ռուսական բանակի գեներալի պատասխանն էր հնչած հարցին, թե կմասնակցի արդյոք Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանը ռազմական գործողություններին, եթե այդպիսիք սկսվեն Հայաստանի տարածքում։ Իդեպ, ՀԱՊԿ միասնական շտաբի պետը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց մասնակցությունն այս նիստին պատահական չէ։ Գիտեք, որ կա ՀԱՊԿ անդամ երկրների նախագահների հանձնարարականը միասնական հակաօդային պաշտպանության համակարգի ստեղծման մասին, եւ ահա մենք եկել ենք, որ լսենք այդ ոլորտի լավագույն մասնագետների կարծիքը դրա իրագործման համար։ Արդեն ստեղծվում են տարածաշրջանային համակարգեր, որոնք ապագայում պետք է միավորվեն։ Ուսումնամեթոդական հավաքի շրջանակում նախատեսված է օտարերկրյա պատվիրակությունների անդամների ծանոթացումը Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրի հնարավորությունների հետ։ Հայկ Հովհաննիսյան, Հակոբ Սարգսյան, Առաջին ալիք։ Իդեպ ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդինքից հակաօդային պաշտպանության հարցերով համակարգող կոմիտեի անդամներն այսօր եղել են նաև Ծիծեռնակաբերդի բարձունքում։ Զինվորականները արգանքի տուրք են մատուցել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ծաղիկներ խոնարհել, անմար կրակի մոտ 1 րոպե լռությամբ ոգեկոչել Մեծ Եղեռնի զոհերին։ Բողոքի ցույց Երևանում։ Դեմ եմ քաղաքացիական նախաձեռնության անդամները պահանջում են, որպեսզի ֆինանսների նախարարությունը փոխի էլեկտրոնային հաշվետվությունների ձևը։ Այսօր կեսօրից ակտիվիստները երթ ու նստացույց են սկսել ֆինանսների նախարարության դիմաց, սպասելով պատասխանի։ Բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպման է եկել նախկին վարչապետը։ Տիգրան Սարգսյանը ակտիվիստներին հրավիրել է երկխոսության, վստահեցրել, որ պատրաստ են լսել նրանց առաջարկները։ Տիգրան Սարգսյանի երկխոսության հրավերը դեմ եմ շարժման մասնակիցներին չի բավարարել։ Նրանք հավաք են նախաձեռնելու նաև մի քանի օրից, եթե իհարկե առաջիկա կառավարության նիստում իրենց պահանջները չբավարարվեն։
Համատեղ հայտարարություն են տարածել ազգային ժողովի ոչ իշխանական 4 խմբակցությունները։ Ըստ այդմ, Սահմանադրական դատարանը ընդունել է 4 խորհրդարանական խմբակցությունների падգամավորների փաստարկների հիմնավորվածությունը եւ հակասահմանադրական ճանաչել կൂട്ടակային կենսաթոշակների մասին օրենքի առանցքային դրույթները, սակայն Սահմանադրական դատարանի որոշման թերի եւ երկիմաց ձևակերպումները իշխանությանը հնարավորություն են տալիս կամայականորեն շարունակել պարտադիր վճարների կիրառումը, ասված է հայտարարության մեջ։ 4 խմբակցությունները համարում են, որ պարտադիր կൂട്ടակային բաղադրիչի գործադրումը նախատեսող օրենքի մի շարք հիմնարար դրույթները հակասում են սահմանադրությանը եւ անվավեր են։ Քարյակի իշխանությունից պահանջում է դադարեցնել Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ի որոշման ոչ իրավաչափ մեկնաբանությունները եւ դրանց հիման վրա դրսեւորվող վարքագիծը։ Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը շարունակել սերունդների արժանապատիվ կենսապայմանների ապահովման ուղղված առաջարկների ներկայացման հարցում եւ առաջիկա օրերին հանդես կգանք օրենսդրական նախաձեռնությամբ օրենքի պարտադիր բաղադրիչի գործողությունը դադարեցնելու եւ քաղաքացիների ու գործատուների խախտված իրավունքները վերականգնելու համար, ասված է քաղաքական 4 ուժերի հայտարարության մեջ։ Երեք կապիտոլիումի բարձունքի վրա լրագրողների հետ հանդիպել են ամերիկյան կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամները։ Նրանք անդրադարձել են Քեսաբում տեղի ունեցած վերջին իրադարձություններին։ Ինչ պատերազմը սկսվել է, ես քանիցս խոսել եմ սիրիահայերին սպառնացող վտանգի մասին, իր խոսքում նշել է Ադամ Շիֆը, ընդգծելով, որ այս թեմայով անձամբ խոսել է նախագահ Բարակ Օբամայի եւ ՄԱԿ-ում ամերիկյան դեսպանի հետ։ Կոնգրեսական Բրեդ Շերմանը հայտարարել է, որ ամերիկյան հետախուզությունից եւ դիվանագետներից պահանջում է հետաքննություն իրականացնել եւ փակ լսումներով պարզել Թուրքիայի կապը Քեսաբի վրա գրոհած ահաբեկիչների հետ։ An Al-Qaeda-linked terrorist group that crossed the border from Turkey. Al-Qaeda-ի հետ կապված ահաբեկչական խումբը սահմանը հատել է Թուրքիայի կողմից։ Մոտ 700 ընտանիքներ ստիպված են եղել փախչել իրենց հետ տանելով միայն այն, ինչ կարող էին կրել։ Սա նման էր դեպքերին, որ քեսաբցիները տեսան 1909 եւ 1915 թվականներին, երբ Թուրքիան ցեղասպանություն իրականացրեց հայերի դեմ։ Պետքարտուղարությունից պահանջում են մանրամասնել, թե Al-Qaeda-ի հետ կապված կառույցը ինչպես կարող էր Թուրքիայից անցնել Քեսաբ էթնիկ զտումներ իրականացնելու։ As a member of NATO, Turkey must be responsible. Որպես ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան պետք է պատասխանատվություն կրի իր տարածքում տնավորված ահաբեկիչների համար, որոնք սահմանը հատելով ոչիրներ են իրականացնում քրիստոնեական եւ մասնավորապես հայ համայնքի դեմ։ Տեսնում ենք, թե ինչպես է պատմությունը կրկնվում, քանի որ քեսաբցի հայերի մեծ մասը մոտ 100-ամյակ առաջ տեղի ունեցած հայոց ցեղասպանության ժառանգներն են։ Ամերիկան չի կարող հանդուրժել, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցը թիրախ դարձնի քրիստոնեական եւ ընդհանրապես ցանկացած կրոնական փոքրամասնություն, հատկապես երբ դա արվում է Al-Qaeda-ի հետ համագործակցությամբ։ Ապրիլի 26-ին կոնգրեսում տեղի կունենա հայոց ցեղասպանության 99-ամյակի հիշատակի արարողություն։ Հիմնական զեկուցողը լինելու է պատմաբան Ռութ Թոմասյանը, որը 39 տարի շարունակ զբաղվել է հայ համայնքի լուսանկարչական ժառանգությունը փրկելու գործով։ Ծրագրով նախատեսված է նաև հայկական ժառանգության օր, հարգանքի տուրք մատուցել ցեղասպանությունից փրկվածներին։ Իսկ Կալիֆորնիայի հայաշատ քաղաքներից մեկում, Փասադենիայում, շուտով կկառուցվի հայոց ցեղասպանության զոհերի 100-ամյա տարելիցին նվիրված հուշակոթող։ Քաղաքի հիշատակի այգում են գտնվում նաև Վիետնամի եւ քաղաքացիական պատերազմների զոհերին նվիրված հուշարձանները։ Այստեղ հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթող կանգնեցնելու համար անցած տարի ապրիլին ձևավորվել էր հատուկ հանձնախումբ Փասադենիայի նախկին քաղաքապետ Բիլ Փապարյանի նախաձեռնությամբ։ Հայտարարվել էր մրցույթ, մասնագետներից կազմված ժյուրին 17 հայտից ընտրել էր լավագույնը։ Մի քանի օրից նախատեսում է հիմնարկեքի արարողությունը։ Ամերիկյան Փասադենիա քաղաքում հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված կոթողի բացումը նախատեսված է 2015-ի ապրիլի 24-ին։ Մինչև այդ կոթողի կառուցման հանձնախումբը դրամահավաք է իրականացնում շինարարության ծախսը հոգալու համար։ Հանձնախմբի անդամները հայտնեցին, որ մեծ աջակցություն ունեն ոչ միայն հայ համայնքի կողմից եւ ոչ միայն դրամական։ Հուշակոթողի կառուցմանն օգնում են նաեւ մեծ թվով մասնագետներ իրենց պրոֆեսիոնալիզմն ու ժամանակը ներդնելով ինքնատիպ ու բարդ կառույցի իրականացման գործում։
Հուշակոթողն իրոք ճարտարագիտական ու դիզայներական մեծ հմտություններ է պահանջում։ Նախագծի համաձայն կկանգնեցվի անցած դարասկզբին թուրքերի կիրառած կախաղանները խորհրդանշող 5 մետրանոց մետաղյա եռոտանի, որի գագաթից 21 վայրկյանի պարբերականությամբ պետք է 1 կաթիլ ջուր կաթի, որը 1 տարում կկազմի 1.5 միլիոն կաթիլ ի հիշատակ հայոց ցեղասպանության 1.5 միլիոն անմեղ զոհերի։ There are other genocide memorials in the United States. Միացյալ Նահանգներում հայոց ցեղասպանությանը նվիրված այլ հուշարձաններ էլ կան, բայց այս մեկը նշանակալից կլինի իր ազդեցության մասշտաբով, քանի որ Փասադենան ամեն հունվարի 1-ին լինում է աշխարհի ուշադրության կենտրոնում։ Ավելի քան 100 տարի այստեղ է անցկացվում հայտնի Rose Parade-ը, որին մասնակցում են հազարավոր մարդիկ։ Դժվար է գերագնահատել հենց այս քաղաքում հուշակոթողի կառուցման նշանակությունը, եւ կարեւոր է, որ մեզ աջակցում են ամերիկացի ընտրովի պաշտոնյաներն այն դեպքում, երբ ԱՄՆ պետքարտուղարությունն ու նախագահ Օբաման շարունակում են խուսափել ցեղասպանություն բառից։ Հայոց ցեղասպանության հուշակոթողի կառուցման աջակիցներից են նաև կոնգրեսականներ Ջուդի Չուն եւ Ադամ Շիֆը։ I am so proud that this memorial will be in my congressional district. Այնքան հպարտ եմ, որ իմ ընտրատարածքում կառուցվելու է նման կարևոր հուշակոթող։ Երբ երիտասարդ էի հայերի ցեղասպանության մասին ոչինչ չգիտեի, երբ դարձա ընտրովի պաշտոնյա, սկսեցի հրավիրվել հիշատակի միջոցառումներին, լսում էի ելույթները, ականատեսների պատմածներն ու չէի կարողանում հավատալ, որ 1.5 միլիոն մարդու սպանությունը կարող է մինչև օրս անտեսվել։ Կոնգրեսական Ադամ Շիֆի բնորոշմամբ կառուցվելիք ազդեցիկ ու հզոր հուշարձանը ոչ միայն հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի տուրք է, այլև մեծ նշանակություն կունենա օտարներին ու հատկապես երիտասարդներին մեծ ոճի մասին իրազեկելու գործում։ Նա հայտնեց, որ չնայած Սենատում օրերս ներկայացվել է հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև, իրենք չեն դադարեցնի ներկայացուցիչների պալատում նույնպես ցեղասպանության բանաձևն առաջ տանելու ջանքերը։ Այս պահեն արդեն բանաձևի 50 կողմնակից ունենք ներկայացուցիչների պալատում։ Ես շատ ոգևորված եմ, որ Սենատում իմ գործընկերները ներկայացրին ցեղասպանության բանաձևը։ Ամենայն հաջողություն են մաղթում նրանց։ Մենք նույնպես կշարունակենք մեր ջանքերը ստորին պալատում։ Ընդ որում պետք է ակտիվացնենք ջանքերը ոչ միայն այս տարի հաջողելու համար, այլև հող նախապատրաստենք 100-ամյա տարելիցին ընդառաջ։ Պետք է հաշվի առնել, որ երկրով մեկ ակտիվ միջոցառումները մեծապես նպաստում են կոնգրեսում առաջ տանել հայոց ցեղասպանության բանաձևը։ Հայամետ կոնգրեսականի գործունեության նորողությունը քեսաբահայերին ու Սիրիայի մյուս քրիստոնյա համայնքներին օգնությունն է։ Նրա բնորոշմամբ աշխարհն այսօր շատ քիչ է անում Սիրիայում քրիստոնյաների նկատմամբ հալածանքը կասեցնելու համար։ Այսօր շատ քիչ բան է արվում Սիրիայում արյունահեղությունը դադարեցնելու համար։ Ես կարող եմ երևակայել անցած դարեսկզբին ցեղասպանությունն իրենց մաշկի վրա կրած այն հայերի վիճակը, որոնք այսօր կրկին վռնդվել են իրենց տներից։ Ադամ Շիֆի խոսքով առավել անհանգստացնող է այն, որ Ալ-Քաիդայի զինյալները քեսաբը գրոհել են Թուրքիայի բաց սահմանից։ Այդ փաստը պահանջում է առավել մեծ ուշադրության կենտրոնացում, դատապարտում եւ ջանքերի կրկնապատկում։ Մենք պետք է ճնշում բանեցնենք Թուրքիայի վրա, որ փակի սահմանը ջիհադականների համար, որոնք մտել են քեսաբ։ Նաեւ ճնշում պետք է գործադրենք տարածաշրջանի մեր արաբ դաշնակիցների վրա, որ կանխվի իսլամիստականներին զենք մատակարարելու եւ աջակցելու գործընթացը։ Շատ գործ կա անելու այնտեղ։ Լիլիթ Ցետրակյան, Գարիկ Վարդանյան, Առաջին ալիք, Միացյալ Նահանգներ։ Հերթական քննարկումը Միացյալ Նահանգներում, որի ընթացքում ադրբեջանցի դիվանագետները դարձյալ փորձել են կեղծ տվյալներ ներկայացնելով եւ խեղաթյուրելով պատմական փաստերը ամերիկյան փորձագետներից կորզել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը սատարող հայտարարություններ։ Սակայն փորձն ապարդյուն է անցել։ Միաժամանակ մերժվել է օրերս Միսիսիպի նահանգի սենատում ներկայացված Խոջալույի եւ տարածքային ամբողջականության մասին հակահայկական օրինագիծը։ Միացյալ Նահանգների արևելյան ափից կպատմի Հայկ Արամ Նահապետյանը։ Վերջերս կապված Ռիմում ծավալված իրադարձությունների հետ Վաշինգտոնն ընդգծված հայտարարություններով ճանաչել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը եւ նախորդի խորհրդաժողովին Ադրբեջանի դիվանագետը փորձեց ադրբեջանամետ հայտարարություն կորզել ամերիկյան փորձագետներից, հարցնելով թե արդյոք նահանգները նույնանման դիրքորոշում ունի նաեւ Ղարաբաղյան հիմնախնդրում աջակցելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։ Դիվանագետ Իսմայելովին խորը հիասթափություն էր սպասում, քանի որ ամերիկյան պաշտպանական համալսարանի պրոֆեսոր Ստիվեն Բլանկը պատասխանում նույնիսկ չհիշատակեց Ադրբեջան բառը։ Հավատում եմ, որ կարող ենք ցանկության դեպքում ավելի մեծ դերակատարում ունենալ Մինսկի խմբում։ Կարծում եմ դեսպան Որլիքը փորձում է աշխատել այս ուղղությամբ, միակ տարբերակը լուծման հասնելու համար բանակցությունների միջոցով է եւ կարծում եմ Միացյալ Նահանգները ոչ թե միայն պետք է ակտիվորեն միջնորդի, այլև նյութական բազա ապահովի համաձայնության հասնելու համար։ Հայաստանի դեսպանատնից դիվանագետը հիշեցրեց, որ Արցախյան բանակցային գործընթացը Մինսկի խմբի ձևաչափով է եւ այս կառույցը երբևէ Ղարաբաղը չի բնութագրել որպես
որպես գրավյալ տարածք, ինչպես պնդում են հարևանները։ Կրիմի ինքնորոշման օգտին մակում Հայաստանի քվեն ազերի դիվանագետները եւ նրանց վարձու վերլուծաբանները փորձեցին շահարկել, ձգտելով անտեղի հակասություն հրահրել հայկական կողմի եւ եվրոատլանտյան գործընկերների միջև։ Պղտոր ջերում ձուկ բռնողի պես հարևանները պնդում էին, թե Ղրիմյան զարգացումների ֆոնին իրենք իբր արևմուտքի համար ավելի վստահելի գործընկեր են դառնում Հայաստանի համեմատ։ Լրագրողական հարցադրումը նշեց, որ Բաքուն ուղղակի աճպարություն է անում։ Բազմաթիվ օրինակներից ամենապարզը Կոսովոյում է, ուր հայ խաղապահները տարիներով ծառայում են միջազգային ուժերի, այդ թվում նաև ամերիկացիների հետ կողք կողքի, մինչդեռ որևէ ազերի խաղապահ նախկին Հարավսլավիայում չկա։ Արևմուտքին եւ միջազգային մյուս գործընկերներին Ադրբեջանի հակադրվելու բազմաթիվ օրինակներից մեկն էլ լրացրեց արդեն ամերիկյան փորձագետը, հիշեցնելով նույն Ադրբեջանն էր, որ արգելափակեց հայ-թուրքական պրոտոկոլների առաջխաղացումը, հակադրվելով թե Վաշինգտոնին, թե գործընթացում ներառված բոլոր գործընկերներին։ Այս ֆոնին ուր մնացին միջազգային հանրության վստահելի գործընկեր Բաքվի մասին կեղծ պնդումները։ Ինչպես տեսանք հայ-թուրքական մերձեցման եւ ֆուտբոլային դիվանագիտության դեպքում Թուրքիայի առաջ շարժվելու կարողությունը էապես կախված է Ադրբեջանից։ Հնարավոր է Թուրքիայում հասկանում են, որ չեն կարողանա տնտեսական զարգացման հասնել առանց Ադրբեջանի էներգակիրների, այսինքն Բաքուն արդեն լծակներ ունի Անկարայի նկատմամբ։ 2015 թվականը հայոց ցեղասպանության 100-ամյակն է եւ Թուրքիան ու Ադրբեջանը ուշադրությամբ հետևելու են, թե ինչ զարգացումներ են լինելու մյուս տարի Վաշինգտոնում։ Իդեպ նախորդին Ադրբեջանը կրեց հերթական պարտությունը Միացյալ Նահանգներում։ Միսիսիպիի սենատը մերժեց ադրբեջանական օրինագիծը, որում խոսվում էր Խոջալույի եւ տարածքային ամբողջականության մասին։ Հայկարամ Նահապետյան, Առաջին ալիք, Վաշինգտոն։ Արաբական լրատվամիջոցների տեղեկացմամբ Լաթակիայի 45 բարձունքի շրջակայքում թեժ կռիվներ են ընթանում կառավարական ուժերի եւ զինված ընդդիմության միջեւ։ Մարտերը չեն դադարում նաեւ հայաբնակ Սկեսաբի մերձակայքում։ Այդ մարտերի հետևանքով երկու կողմերն էլ կորուստներ են կրել։ Սիրիական աղբյուրների տվյալներով նախորդ օրը բանակը հաջողություններ է գրանցել Դամասկոսից ոչ հեռու գտնվող Ռանկուս բնակավայրի, Դերզորի, Դարայի եւ Հոմսի ճակատներում։ Այդ բոլոր վայրերում կառավարական ուժերը կարողացել են ոչնչացնել մեծ թվով գրոհայինների, իսկ Դերզորում նաև հողին են հավասարեցրել 67 մետրանոց թունելը, որը ահաբեկիչներն օգտագործում էին ապօրինի զենք եւ զինամթերք տեղափոխելու նպատակով։ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը խոստացել է երկրի արևելքում տիրող իրավիճակը կարգավորել 48 ժամում։ Ըստ նրա Դոնեցկում, Լուգանսկում եւ Խարկովում շարունակվող հուզումներին կարելի է վերջ դնել երկու ճանապարհով՝ բանակցությունների կամ ուժային միջամտությամբ։ Մինչդեռ այդ քաղաքներում մարդիկ հրապարակներից ու կառավարական շենքերի մոտից չեն հեռանում։ Խարկովում ցուցարարները պահանջում են անցկացնել հանրաքվե երկրի դաշնայնացման հարցով։ Հավաքվածները նաև պահանջել են ազատել նախորդ օրը մարզային վարչական շենքում ձերբակալված ակտիվիստներին։ Լուգանսկում հակամայդանականները դեռ մնում են մարզի անվտանգության ծառայության շենքում, որը գրավել էին 3։ Անցած գիշեր ցուցարարների եւ իշխանության ներկայացուցիչների միջև բանակցությունների արդյունքում հնարավոր է եղել դադարեցնել շենքի գրոհը եւ այնտեղից դուրս թողնել 50-ից ավելի մարդկանց։ Իսկ Դոնեցկում մարզային խորհրդի ղեկավարը հրաժարական է տվել եւ դաշնային Ուկրաինայի կողմնակիցները ձևավորում են ժամանակավոր կառավարություն։ Միաժամանակ Միացյալ Նահանգները Սև ծով է ուղարկում երկրորդ ռազմանավը։ Հերթական արտակարգ դեպքը Միացյալ Նահանգներում Փենսիլվանիա նահանգի դպրոցներից մեկում զանգվածային դանակահարության հետևանքով վիրավորվել է առնվազն 20 աշակերտ։ Վիրավորներից 4-ի վիճակը ծանր է։ Հանցագործությունը տեղի ունեցել առավոտյան, դասերն սկսվելուց 15 րոպե հետո։ Առայժմ ձերբակալվել է 1 կասկածյալ։ Դաշան հարձակման կատարողների եւ դատապատճառների մասին ոչ մի տեղեկություն չի հաղորդվում։ Միջադեպից հետո դպրոցում բոլոր դասերը դադարեցվել են, իսկ աշակերտները տուն են ուղարկվել։ Ֆրանսիական Ֆրանս 2 հեռուստաալիքի աշխատակիցները բողոքի ցույց են արել հենց լրատվական ծրագրի ժամանակ, ուղիղ եթերում։ Ծրագրի հերթական ռեպորտաժից հետո հեռուստադիտողները նորությունների տաղավարում հաղորդավարից բացի տեսել են նաև մի քանի տասնյակ մարդկանց ցուցապաստառներով։ Նրանք բողոքել են սպասվող կրճատումների դեմ։ Լուրերի հաղորդավարը հանկարծակի գալով հայտարարել է, որ հեռուստակայանը գրավել է։ Հաղորդումն ստիպված են եղել ընդհատել եւ գովազդներ ցուցադրել։
Եվ կրկին վերադառնալով ներհայաստանյան թեմաներին, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի 2013 թվականի ոստիկանության գործունեության զեկույցը լավ փաստաթուղթ է, հայտարարել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ Նրա խոսքով ճիշտ է, եւ թերությունները եւ կատարված աշխատանքը ամբողջովին չեն արտացոլված։ Օմբուդսմենի զեկույցի համատեքստում ոստիկանապետն անդրադարձել է նաեւ նախաքննության ընթացքում տեղ գտնող թերացումներին, ծառայողական քննությունների վիճակագրությանը։ 363 ուսումնասիրություններից հետո ընդամենը 4 քրեական գործ են կառուցել։ Եթե դուք մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հետ անընդհատ աշխատեիք, մենք այս թերությունները չէինք ունենա կամ ունենալու դեպքում էլ դրա պարզաբանումը կլիներ։ Այնպես որ ես առաջարկում եմ շատ սերտ համագործակցել մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հետ, ամենօրյա աշխատանք։ Հաջորդը, հասարակական բանավեճը տրանսպորտի ուղևորացի շուրջ շարունակվում է։ Այսպես, քաղաքապետարանի հրավիրած փորձագետներն իրենց ուսումնասիրությունների հիմքում դրել են ուղևորացի հաշվարկի քաղաքապետարանի տվյալները։ Համոզված են ակտիվիստները, համարելով, որ մինչդեռ նման երթևեկության եւ նման տրանսպորտի համար նույնիսկ 100 դրամը բարձր սակագին է։ Տրանսպորտի աշխատանքի կազմակերպման սեփական տեսակետ ունեցող տնտեսագետն ու ակտիվիստը գտնում են, որ քաղաքապետարանի հրավիրած միջազգային փորձագետներն ուռճացված են ներկայացնում ծախսերը, թե իբր վարորդների աշխատավարձը մոտ $1000 է կամ շարժիչի սովորական յուղը 3000 դրամ է, ներկայացվում այն պարագայում, երբ գրեթե յուրաքանչյուր ավտոսպասարկման կետում այն իրականում եռակի էժան է։ Ակտիվիստների հաշվարկով այսօրվա տրանսպորտի ուղևորացը ներկայիս սպասարկման մակարդակով 70 դրամը չի գերազանցում։ Նրանք համարում են, որ տրանսպորտային սպասարկման գործում համակարգային փոփոխություններ են անհրաժեշտ, ինչից հետո պարզ կլինի, թե ինչի համար պետք է վճարվի 150 կամ 200 դրամ։ Պետք է 200 դրամ վճարենք, որ չհայհոյեն։ Պետք է 200 դրամ վճարենք, որ նրանք սափրվեն, որ տեսնեն, եթե կինը տղամարդու հետ չի, կարելի է ամեն ինչ իր մտքով անցնում ասել, եթե դուռը մի քիչ ուժեղ է փակում, բայց իր դուռը չի աշխատում։ Օգնությունը թիրախավորված առանձին ընտանիքներին վիվասել եմ տեսընկերության աշխատավոչի ամենահաճախակի կիրառվող բաղադրիչներից է։ Այստեղ անշուշտ ամենաեականը տվյալ ընտանիքի սոցիալական հիմնական խնդիրը ճիշտ առաջնահերթելն է։ Սոցիալական դժվարությունների որ հարթակում է ձեռք մեկնելը բերում ընդհանուր վիճակի փոփոխության։ Հարցի պատասխանը փնտրել է Նելի Միրզախանյանը։ Տարվա այս եղանակին ժանգյալով հացը ամենահարգի ուտեստ է սյունեցիների համար։ Տիկին Անահիտի տանշեմից սկսած ժանգյալով հացի անուշաբույր հոտն է տարածված։ Հարևանները գիտեն, գարնանամուտից արդեն տիկին Անահիտը սկսում է այս հաճելի, բայց եւ աշխատատար գործը։ Ժանգյալով հացը նրա ընտանիքի եկամուտի հիմնական աղբյուրն է։ Աշխատանք չունեմ, աշխատանքս էս է։ 3 դուստրերին այսպես է պահում։ Կրթություն չի ստացել, սակայն երազել է երեխաներին անպայման ուսյալ տեսնել։ Ես չեմ սովորել, պիտի երեխան սովորի։ Տիկին Անահիտի օգնականը միջնեկ աղջիկն է Սեդան, նրա գործը կանաչեղեն լվանալն ու թխման պրոցեսին հետևելն է։ Սեդան երազում է լավ աշխատանքի մասին, մայրիկն էլ ստիպված չի լինի չարչարվել։ Հավատում եմ Աստծուն ու բնականաբար հավատում եմ նաև հրաշքներին։ Լավ աշխատանքի համար կրթություն է պետք, առանց կրկնուսույցների օգնության ինքնուրույն պարապած եւ բու ընդունված Սեդան արդեն 2-րդ կուրսի ուսանող է։ Դեռ ունեմ 3 տարի սովորելու, բայց ուզում եմ նաև մագիստրատուրա շարունակեմ։ Սոնա Մալինցյանն էլ ապագա տնտեսագետ է, ձգտում է լավ սովորել։ Միակ մտահոգությունը այն է, որ ընտանիքը չի կարող հոգալ ուսման վարձավճարի հարցը։ Սկզբում ուզում էի բժշկական տայի, բայց այդ վճարի պատճառով չուզեցա։ Արթուրն իր վրա է վերցրել ընտանիքի ամբողջ հոգսը, ունի ամուսնացած քույր, իսկ ինքն ապրում է մոր հետ։ Հայրը մահացել է, եղբայրն էլ բանակում է զոհվել։ Կյանքը բարեգութ չի գտնվել ընտանիքի հանդեպ։ Այդուհանդերձ Արթուրը պայքարում է, ասում է հարկավոր է հաղթահարել դժվարությունները։ Կարելի ասած գիտելիքի դարաշրջանը։ Ես սիրում եմ սովորել շատ։ Մեր հերոսներն ապրում են տարբեր ընտանիքներում, տարբեր են նրանց անցած ճանապարհն ու երազանքները։ Նույնն է սակայն գործը։ Գուցե նրանք չեն էլ պատկերացնում, որ վաղվանից կարող է փոխվել իրենց կյանքը։ Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատոր Վիվասել MTS-ը խոստանում է դա, ասելով սպասեք ավելիին։ Նելի Միրզախանյան, Ռոբերտո Անջանյան, Առաջին լրատվական։ Այսպեսին էր առաջինի այս թողարկումը, ես հրաժեշտ չեմ տալիս, այժմ ուղիղ միացում ծանրամարտի Եվրոպայի առաջնությունից, որից հետո անմիջապես կհանդիպենք հարցազրույցի տաղավարում։